Սուրբ Եփիփան Կիպրացին ասում է, երբ որ մենք Սուրբ գրքին նայում ենք, արդեն չար խորհուրդները, մտածումները փախչում են մեզանից։ Նայելը միայն։ Ինչու ենք մենք ավետարանը իտես ժողովրդի բարձրացնում պատարագի ժամանակ հատուկ մենք ծես ունենք, որ կոչվում է ավետարանի վերաբերում։ Ավետարանի վերաբերում ինչ է նշանակում։ Ավետարանի բարձրացում, որ համբուրում ենք, գիտեք ինչ խորհուրդ ունի ավետարանի վերաբերումը։ Եսայու մարգարեության մեկնաբանությունն է, երբ որ Եսայի մարգարեն պետք է գնար իսրայելացիների մոտ Աստծո խոսքը փոխանցելու, Եսային տարակուսում է, ասում է, ես պիղծ շրթունքներ ունեմ եւ պղծաշուրջ ժողովրդի մեջ եմ ապրում, ես ինչպես գնամ աստվածային պատգամներ փոխանցեմ։ Սերովբեն երևում է Եսայի մարգարեին, երկնքից ունելույով աստվածային կայծն է վերցնում, մոտեցնում է Եսայի մարգարեի շրթունքներին, հպում է եւ ասում է քո շրթունքները մաքրվեցին։ Գնա եւ Աստծո խոսքը իմ պատգամները փոխանցիր ժողովրդին։ Տեսնում եք, երկնքից սերովբեն վերցրեց կայծը, Եսայի մարգարեի շրթունքները մաքրվեցին եւ որից հետո կարողացավ ավետարանը քարոզել։ Ճիշտ նույն այդ մեկնությունը կատարվում է պատարագի ժամանակ։ Սարգսակը վերցնում է ավետարանը որպես հրեշտակ, ունելին շուշպան է, որը ավետարանը փաթաթում ենք շուշպայի մեջ, իջեցնում է ներքև դպիրին, որ պետք է Եսայի մարգարե կարդա, համբուրում է, կարծես հրեշտակը ունելիով կրակը, որ է ավետարանը երկնքից իջեցրեց ներքև, դպիրը երկրի վրա է, ինչպես Եսայի մարգարեն, որտեղ Եսայի մարգարե է ընթերցում եւ համբուրում է, որպեսզի իր շրթունքները մաքրվեն, որպեսզի կարողանա գնալ Աստծո խոսքը քարոզել։ Այսինքն Աստծո խոսքը դա աստվածային մի կրակ է, որը պատարագի ժամանակ իմացանք ավետարանի վերաբերման ժամանակ է կատարվում, որ իջնում է մեր շրթունքներն է մաքրում, մեր միտքն է մաքրում, մեր հոգին է մաքրում, առանց Աստծո խոսքի մենք չենք կարող պատվիրանները ճանաչել։ Դավիթ մարգարեն ասում է. Տեր, քո խոսքերը լույս են իմ ոտքերի առջև։ Աստծո խոսքը լույս է, Տիրոջ պատվիրանը ուղեցույց է։ Մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրենք, որտեղ եթե մենք ավետարանը չենք կարդում, Սուրբ Գիրքը չենք կարդում, ուրեմն մենք չենք ճանաչում մեր Աստծուն։ Երբեմն մարդկանց ասում ես, թե ով է քո Աստված, պատասխան չկա։ Բայց եթե մենք ուզում ենք սիրել Աստծուն ու չենք ճանաչում, եթե ուզում ենք մենք հավատալ Աստծուն, հույս դնել Տիրոջ վրա, ապա ինչպես պետք է հավատանք, ինչպես պետք է սիրենք, ինչպես պետք է ճանաչենք, եթե չենք կարդում Սուրբ Գիրքը։ Պողոս առաքյալն ասում է, Աստված ճանաչողությունը լսելուց է գալիս, իսկ լսելը Աստծո խոսքից է գալիս։ Ուրեմն շատ կարևոր է Աստծո խոսքը ամենօրյա ընթերցանության առարկա դարձնել։ Ամեն օր մի գլուխ ավետարան, երկու գլուխ ավետարան, 3 գլուխ ավետարան, որպեսզի մենք հիշենք մեր Աստծուն, որպեսզի մենք սովորենք, ծանոթանանք, ճանաչենք Աստծուն, որ կարողանանք հավատալ, հույս դնել եւ սիրել Տիրոջը։ Առանց ավետարանի չենք կարող մենք Աստված ճանաչողության մեջ լինել։ Եվ բնականաբար ցանկալի է, որ եկեղեցում նաև ավետարանի մեկնության դասընթացներ կատարվեն, ավետարանի սերտողության դասեր անցկացվեն, որպեսզի մարդիկ ավետարանը կարդալուց հետո իրենց հարցերով գնան եւ դիմեն այդ դասընթացներին եւ իրենց հարցերի պատասխաններ ստանան, որպեսզի լավ ճանաչեն ավետարանը, լավ ճանաչեն Աստծուն եւ ամուր գիտակցված քրիստոնյա կլինեն։ Ինչու է մեր քրիստոնեությունը կաղում, որտեղ մենք չենք ճանաչում Սուրբ Գիրքը։
որտեղ մենք մեկնություն չգիտենք, բնականաբար եկեղեցու սուրբ հայրերի մեկնությամբ մենք պետք է սուրբ գիրքը հասկանանք, եթե մենք եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունը չգիտենք, ուրեմն ավետարանն էլ չգիտենք, ուրեմն ավետարան եկեղեցու սուրբ հայրերի մեկնողական գրականություն, բնականաբար բանիմաց եւ կրթված կամ քրիստոնյա կամ հոգեվորական կամ սարկավակ, որ օրհնությամբ կսերտի, կմեկնի, կբացատրի ավետարանը հավատացյալ ժողովրդին։ Ավետարանը անհրաժեշտ է մեր քրիստոնեական ընթացքի կատարելության համար։ Ամեն։